տարվա ընթացքում հասցրել ես հայերեն սովորել, Անտոն, դրա համար ես քեզ հետ հայերեն խոսեմ, բայց դու կարող ես ռուսերեն պատասխանել, ասա, որ հասկացար ինձ, Եվ բոլոր, ըստ քեզ, ինչպիսին է հավանականությունը, որ ես 3 անգամ նույն թիվը կգցեմ։ Ենթադրում եմ 300,000-ից 1 հնարավորություն։ Թիվ ընտրիր։ 1-ից մինչև 6 թվերի սահմանը։ 6 Պարզում է, որ աճպարար ես։ Ոչ իհարկե։ Կարող ես ստուգել ձառը, եթե մտածում ես, որ ես ինչ-որ հնարքի եմ գիվել։ Расскажи, как это у тебя... Ասա, ինչպես քեզ հաջողվեց։ Կարևոր չի։ Հիմա շատ ավելի կարևոր է, որ դու հավատում ես նրան, ինչ որ տեսնում ես։ Это всего лишь игра. Սա միայն խաղ է։ Մեր աչքերը տեսնում են այն, ինչ որ իրենց ցույց են տալիս։ Լսիր, ինչի համար եմ ես այստեղ։ Ես ուզում եմ իմանալ, ինչ նոր խաղ ես մաղորվել։ Это не игра. Դա խաղ չէ։ Все намного... Ամեն ինչ ավելի լուրջ է, քան դու մտածում ես։ Միայն ոչ ինձ համար։ Ես չեմ հավատում, որ դու հիմա ուղղակի ուզում ես օգնել Վիլենյանին, որ նա ստանա կայոթի գաղտնի արխիվները։ Զավենը, ինչպես և դու, չեք դասվում այն մարդկանց խմբին, ովքեր պատրաստ են զղջալու։ Ոչ, ամեն ինչ ավելի պարզ է։ Ինձ համար դա հերթական պայմանագիր է։ Ես օգնում եմ ձերոնց, դուք էլ ձեր հերթին ինձ բաց եք թողնում։ Դու շատ լավ գիտես, որ երբ այդ արխիվները հայտնում են մեզ մոտ, և դրանից հետո քեզ բաց թողնում, դու նույնիսկ 1 ժամ չես ապրի։ Քեզ կսպանեն։ Միգուցե, Ну, согласишься. համաձայնիր, որ դա իմ միակ հնարավորությունն է ազատություն ստանալու։ Ինչու սպանեցիր մարշալին։ Ես նրան չեմ սպանել։ Ես շատ լավ գիտեմ, որ դու և Վիլենյանը գործարք եք կնքել, բայց ես քեզ նոր գործարք եմ առաջարկում, որը կավելացնի քո շանսերը։ Լսում եմ քեզ մեծ ուշադրությամբ։ Ես հավաստի ինֆորմացիա ունեմ, որ հիմա այդ գաղտնի արխիվները փնտրում են ոչ միայն քո մարդիկ, այլ միանգամից մի քանի խմբեր։ Այդ թվում է քաղաքի քրեական աշխարհի շատ պարագլուխներ, ինչը համաձայնիր պակասեցնում է քո շանսերը։ Իսկ փնտրում են նրա համար, որովհետև միայն հավաստի տեղեկության համաձայն արտասահմանից ազդեցիկ մարդիկ պատրաստ են այդ արխիվների համար աստղաբաշխական գումարներ զոհաբերել։ Նրանք չգիտեն, թե ինչ են փնտրում, իսկ ես գիտեմ։ Եվ իմ այդ գիտելիքը ինձ առավելություն է տալիս։ Ոչ, դա այդպես չէ։
Դու 5 տարի բանտում ես ու չգիտես, թե ովքեր են ներգրաված այս գործում։ Ենթադրենք դա ճիշտ է։ Հետո ինչ։ Դու ինձ կտաս այն մարդկանց կորդինատները, ովքեր աշխատում են քեզ համար։ Եվ ես ինքս կսկսեմ զբաղվել այդ արխիվների որոնումներով։ Եվ երբ այդ արխիվները կհայտնվեն ինձ մոտ, ես կհոգամ, որ դու անվտանգ հեռանաս Հայաստանից։ Իհարկե, շնորհակալություն առաջարկի համար, բայց ներիր, այն իմ սրտով չէ։ Դե իհարկե, չէ որ դու բոլորովին այլ խաղ ես խաղում և նպատակ չունես այդ արխիվները մեզ հանձնելու։ Մտածիր ինչ ուզում ես, բայց ես պարտավոր եմ գտնել այդ արխիվները և վերադարձնել ձեզ, և դա հանդիսանում է իմ ազատության տոմսը, այնպես չէ։ Իմ առաջարկը ուժի մեջ է մնում։ Մտածիր այդ մասին։ Եվ եթե հիմա նույնիսկ քո մարդիկ գտնեն այդ արխիվները, ապա կարող ես վստահ լինել, որ նրանք քեզ այդ չեն վերադարձնի, քանի որ կհայտնվեն մարդիկ, ովքեր մեծ գումարներ կառաջարկեն այդ արխիվների համար, և նրանք կվաճառեն։ Կարող ես չկասկածել դրանում։ Իմ մարդիկ այնպիսին չեն, ինչպես բոլորը։ Ի դժբախտություն քեզ։ Ես շատ լավ եմ ճանաչում այն մարդկանց, ովքեր ժամանակին աշխատել են քեզ համար։ Զավեն, Մարշալը, քեզ նույնպես շատ լավ եմ ճանաչում։ Դուք բոլորդ սրիկաներ եք, որոնք ոչինչով չեն տարբերվում սովորական հանցագործներից։ Դուք հանցագործ եք ու մարդասպան, բայց ձեր ստորությունները դուք արդարացնում եք ինչ-որ գաղափարներով, որոնց դուք ինքներդ էլ չեք հավատում։ Քո մասին տվյալներ չունեմ, որի համաձայն դու պատվի մարդ ես, և խոսքերդ հենց այնպես քամուն չես տալիս։ Երկուսիս համար էլ լավ կլինի, որ ինձ չխանգարես և թողնես ավարտեմ սկսած գործս։ Դու ինձ սպառնում ես։ Ну как я могу, о чем ты говоришь? Я ведь здесь у тебя заперти. Ինչպես կարող եմ։ Кажется, что ты меня... Ինչի մասին ես խոսում։ Но на самом деле Չէ որ ես այստեղ ты ошибаешься. փակի տակ եմ։ Меня даже Քեզ թվում է, որ դու ինձ ճանաչում ես, բայց իրականում սխալվում ես։ Եվ իմ այս պարագայում ազատության մեջ կգտնվեն իմ հավատարիմ մարդիկ, сделает все ովքեր կանեն ամեն ինչ ինձ այստեղից հանելու։ Богов предают апостолы, Мавр. Всегда помни об этом.